Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ հավատքն առանց գործերի մեռած է, ինչպես որ մարմինը մեռած է առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատքն առանց գործերի։ Ուստի ամեն ոք, ով հավատում է, պետք է աստվածպաշտության ջիքեր գործադրի և իր հոգում կենդանի պահի հավատքի լույսը, այսինքն աղոթի, պահք պահի, ողորմության գործեր կատարի և այլն։ Ճշմարիտ հավատքով մարդու հոգում հաստատվում է փրկության հույսը, իսկ հավատքից ու հույսից ծնվում է աստվածսիրությունը, որը մարդկային բնության մեծագույն պարգևն է։ Աստվածսիրությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից համարվեց ամենամեծ առաքինությունը։ Այս պատվիրանին հակառակ են ոչ միայն նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն կամ հետևում են զանազան աղանդների ու մոլար ուսմունքների կամ սպառնալիքի տակ ուրանում են հավատքը, այլև նրանք, ովքեր թեպետ և ընդունում են Աստծուն, բայց իրենց կյանքով ու վարքով հեռու են հավատքից և աստվածպաշտությունից։ Հատկապես վտանգավոր և հոգեկործան է կեղծավորությունը, երբ մեկն արտաքնապես իրեն ցույց է տալիս իբրև բարեպաշտ, սակայն հոգու խորքում իր հպարտությունն է կերակրում։ Պետք է զգուշանալ որևէ ժամանակավոր և փոփոխական բանի վրա հույս դնելուց։ Մարդիկ շատ հաճախ հավատքի տկարության պատճառով հույս են դնում մարդկանց, նրանց ուժերի և կարողությունների վրա, որի մասին Երեմիա մարգարեն ասում է. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ հույսը մարդու վրա կդնի»։ Նույնիսկ եթե մարդը հասել է սրբության, ապա այդ սրբությունը ոչ թե իրենից է, այլ Աստծուց, որ բնակվում է նրա մեջ և սրբացնում նրան։ Եկեղեցին ուսուցանում է աստվածահաճո սուրբերին հարգել և պատվել և ոչ թե նրանց վրա հույս դնել։ Նույնպես էլ պետք է վերաբերվել երկնավոր զորություններին, որովհետև նրանք առանց Աստծո հրամանի ոչինչ չեն կարող անել։ Ոչ երկնային զորությունները, ոչ մարդիկ, ոչ էլ որևէ արարած չեն կարող մարդուն փրկություն և հավիտենական կյանք պարգևել, այլ միայն Աստված։ Քեզ համար կուռքեր չկերտես որևէ բանի նմանությամբ, որ վերևում երկնքում է և ներքևում երկրի վրա և երկրի խորքի ջրերի մեջ, չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց։ Այս պատվիրանը զգուշացնում է մեզ հեռու մնալ կռապաշտությունից։ Հարկ է իմանալ, որ կռապաշտությունը լինում է 3 տեսակ. նախ Աստծո փոխարեն անմարմինների պաշտելը և երկրպագելը, այսինքն երկնային զորություններին, մարդկանց հոգիներին կամ դիվային ուժերին։ Երկրորդ ոսկյա, արծաթյա և նյութեղեն այլ առարկաների, կուռքերի, նաև արևի, լուսնի, աստղերի, կենդանիների, բնության երևույթների և բարիքների պաշտամունքն ու երկրպագությունը, այսինքն այս պատվիրանն արգելում է որևէ մեկի կամ որևէ բան Աստծուց ավելի սիրել ու փառաբանել, Աստծուն մոռանալով հույսը դնել որևէ մեկի կամ սին բաների, գուշակության, երազների, հարստության, սեփական աշխատանքի, ընդունակությունների, ուժերի և առաքինությունների, ինչպես նաև սնոտի նախապաշարումների և նշանների վրա, ինչպիսիք են օրինակ ծառերին լաթեր կապելը, ջրի մեջ դրամ նետելը և այլն։ Երրորդ կռապաշտությունը մարմնավորների և անմարմինների, շնչավորների և անշունչների պատկերները Աստված կոչելը և նրանց վրա հույս դնելը։ Եկեղեցին ընդունում և հարգում է ոչ թե կուռքերի, պատահական մարդկանց կամ դիվական երևույթների պատկերները, այլ ամենասուրբ երրորդության տնօրինությունների, Սուրբ կույս Աստվածածնի,
Աստվածահաճո սուրբերի և հրեշտակային դասերի սրբապատկերները, որոնք օգնում են մեզ հաստատվելու հոգևոր կյանքի և Աստված պաշտության մեջ։ Սրբապատկերները պարզ գծագրություններ և նկարազարդություններ չեն, այլ հավիտենական կյանքի պատգամներն են հաղորդում մեր հոգիներին։ Ինչպես 7-րդ դարի մեր վարդապետներից Վրդանես Քերթողն է գրում, եկեղեցիներում նկարում են այն ամենը, ինչի մասին Սուրբ Գիրքն է պատմում։ Գրքերի խոսքերը միայն ականջներին են լսելի, իսկ պատկերները տեսանելի են աչքերին, աչքերով տեսնում, ականջներով լսում և սրտով հավատում ենք։ Որպես կանոն, պետք է երկրպագել ու աղոթել միայն օրհնված սրբապատկերների առջև, որոնք ստացել են աներևույթ աստվածային կնիքներ և ունեն սրբարար զորություն։ Չօրհնված պատկերները չունեն հոգևոր զորություն, այլ կարող են ներգործել միայն զգայարանների վրա, որը կարող է օգտագործվել նաև չարի կողմից։ Հետևաբար, քրիստոնյաների համար տեսանելի պատկերը սրբազան նշան է, որն օժտված է անտեսանելի աստվածային զորությամբ, և քրիստոնեական պատկերահարգությունը ոչ թե կռապաշտության, այլ Աստված պաշտության արտահայտություն է, որովհետև ոչ թե պաշտվում է նյութական նշանը, այլ նրա հետ միավորված կենդանի աստվածային ներկայությունը։ Մենք նաև հավատքով պաշտում ենք խաչը, որովհետև նրա վրա չարչարվեց մեր Տեր Հիսուս Քրիստոս։